Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, նորից ընդհատակում չեմ, բայց ինչ արած։ Այսօր առաջարկում եմ մի փոքր խոսենք Նիկոլ Փաշինյանի այլասերված քաղաքական համակարգի մասին, բայց մինչ այդ անհրաժեշտ է բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1991 եւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է կրկնել 2021 թվականի ընտրությունների իրականությունը, այսինքն մի բևեռում դիրքավորվի ինքը եւ մյուս բևեռում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն նախկինները եւ այսպես մանիպուլացնի հայ ժողովրդին, հիասթափեցնի ընտրություններից, անդադ վախեցնելով, որ այդ անցյալի արատավոր բարքերը կգան, թալանչիները կգան, օլիգարխները կգան ձեզ կուտեն, թույլ տվեք ես նորից վերարտադրվեմ։ Այսինքն նորից նույն ծեծված, կոտրված, այլասերված պատկերն է փորձում խաղարկել, բայց այս անգամ Քոչարյանի փոխարեն մի նոր դիցաբանական հրեշ է հորինել իր համար, եռագլուխ հրեշ, ինչ-որ դիցաբանական բովանդակություն է տվել այդ ամեն ինչին, որ կա ինչ-որ եռագլուխ հրեշ, 3 օլիգարխներ, որոնք պատրաստվում են գալ եւ կուլ տալ Հայաստանին։ Ու այս աղմուկի տակ ինքը մի կողմ է թողնում մոռացության մատնում իր ցախողումները, իր քաղաքական դավաճանությունը, Արցախի հայաթափումը, այն բոլոր միակողմանի զիջումները, որ արել է, եւ նաեւ խլացնում է այն բարձրաձայնումը այն հեռանկարի, տխուր հեռանկարի, որը մեզ սպասվում է, արդեն ինքը ակնարկում է, չէ՞, տեղ-տեղել տենց գյոզերով ասում է, որ պատրաստում է անկլավներ տա, Արցվաշինը ուզում ազատագրի այդ Միչանսկի հարցն է դեռևս ծառացած։ Այսինքն ստեղծել է նորից դիցաբանական հրեշ, եռագլուխ հրեշ, իբրև թե ու ուզում է նորից քաղաքական համակարգը բևեռացնի ու սպանի քաղաքական միտքը, այն փոքր չնչին քանակության քաղաքական միտքը, որ կուտակվել է այլ ուժերի դրսևորմամբ, դա ուզում է ինքը սպանի, նորից ուզում է քաղաքական դաշտը բևեռացնի, որ մենակ լինի ինքը Քոչարյանը եռագլուխ հրեշը ու նորից ինքը տենց վերարտադրվի։ Սա իսկապես շատ տխուր տեղ է մեզ տանում եւ իսկապես շատ տրամաբանական հարց է առաջանում, դեռ քանի տարի եւ քանի ընտրություն պետք է անցնի, որ Նիկոլ Փաշինյանը նորից ելնի ու խոստում տա, որ Քոչարյանը պետք է նստի։ Քոչարյանը պետք է նստեր 2018-ին, 2019-ին, 2020-ին, 2021-ին եւ այսպես եւ հիմա արդեն 2026 թվականն է եւ նորից նա ելնում ասում որ Քոչարյանը պետք է նստի։ Եվ տենց էլի Քոչարյանը բնականաբար չի նստելու ու տենց էս նույն տրամաբանությամբ մենք շարժվելու ենք։ Նորից կգա 2031 թվականը, նորից կելնի ցինիկաբար կհայտարարի, որ Քոչարյանը պետք է նստի։ Այսինքն եւ հիմա ինքը ինձ գործողություններով քաղաքական դաշտը այդպես բևեռացնում է։ Այսինքն իր համար թիրախավորում է միայն եռագլուխ հրեշին, նրանց հետ է մտնում բանավեճի մեջ, լկտի անասնային բանավեճի մեջ, համբալը դու ես, անթույլատրելի, հակաօրինական, հակասահմանադրական գործողություններ է անում, ցեմենտի գործարանը ուզում խլի։ Հայ ինգեր նոր հիշեցիր ցեմենտի գործարանի մասին։ Ես արդեն քանի տասնամյակ այդ ցեմենտի գործարանը Գագիկ Ծառուկյանինն է։ Դու 8 տարի իշխանությանս ցեմենտի գործարանը Գագիկ Ծառուկյանինն է, ինչի հենց հիմա հիշեցիր, երբ որ Գագիկ Ծառուկյանը քեզ քննադատես։ Ինչի հենց հիմա հիշեցիր, որ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճանություն է գործել։ Ինչ ես մարդու անմեղության կանխավարկածը խախտում։ Ինչ ես նախաքննական մարմիններից առաջ ընկնում ու այդպիսի հայտարարություն անում։ Այս ինչ հակասահմանադրական տերոր է ընդհանրապես։ Եվ ինքը պարզ է թե այս ամեն ինչ ինչի անում։ Ուժերը մոբիլիզացնում է, որպեսզի քաղաքական դաշտը բևեռացնի, որ ոչ մեկ ուշադրություն չդարձնի, որ ինքը նորից անկլավները հանձնելու, որ մենք Հայաստանի հարավ նորմալ չենք կարողանալու գնալ, ստիպված այդ վիդեոով ենք անցնելու, եթե հանձնի Տիգրանաշենը ու հանձնելու է, արդեն Google Map-ով Տիգրանաշենը քյարքի է։ Հյուսիս դժվարությամբ են գնալու, եթե Տավուշում տարածքներ հանձնեց
Եվ հիմա ինքը այտենց մեծ փրթում է, որ Արցախին ազատագրում, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ինքը ոչ մի բան չի անել, մենք արդեն տեսանք սահմանազատման այդ փոքրիկ դրվագով ինչ եղավ Գիրանցում։ Մենք ետ քաշվեցինք, Ադրբեջանը ոչ մի քայլ չձեռնարկեց, ու դա ներկայացվեց որպես հաղթանակ, որպես պատերազմի կանխում։ Միչանսկի հարցը, տարատեսակ այլ հարցեր, եւ դրանց մասին խոսակցությունը լրացվում է, որտեղ ինքը պայքարում է իբրև թե դիցաբանական հրեշի, երագլուխ հրեշի դեմ։ Իրականում ոչ մի երագլուխ հրեշ էլ չկա։ Ինքը իննադու քաղաքական դաշտ է իր եւ նախկինների սև ու սպիտակի միջև անում, որ նորից այդպես ցինիկաբար վերարտադրվի ու ել ավելի լկտիանա եւ ել ավելի այլասերված իշխանություն ձևավորի։ Վատ ալնելու ժողովուրդ, ամեն ինչ շատ վատ ալնելու։ Այս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դուրս է եկել բոլոր տեսակի վերահսկողություններից։ Չկա հակակշիռ, չկա ինչ-որ փողոցպող մեխանիզմ, ինչ ուզում, երբ ուզում անում է ու ընտրություններից հետո ավելի վատ ալնելու։ Սիրելի ժողովուրդ, ձեր գլխին ինչ ասես չի բերելու։ Եվ ինձնից եւ մյուսներից կախված է, որ զգուշացնենք այս տխուր հեռանկարի մասին։ Ինչեւ թե սրա մասին է ուզում խոսել, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Նորիզանի քաղաքական դաշտի հետ բևեռացնի եւ կրկնի 2021 թվականի փորձառությունը, տխուր փորձառությունը։ Դա մենք չպետք է թույլ տանք։ Լավ եղեք եւ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։